Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքները։ Ապրիլի 9-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները եղան Սևան համայնքում, որտեղ իրականացրին կառավարության կողմից մշակված բուսաբուծության աջակցության ծրագրի իրազեկման աշխատանքներ։ Հանդիպմանը մասնակցում էին Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատողներ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, Սևանի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները խոսեցին կառավարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից գյուղատնտեսության և բուսաբուծության ոլորտներին առնչվող հարցերի։ Կառավարության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է ընդլայնել հացահատիկային, հատիկաանդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ծավալները, նպաստել դրանց մշակության արդյունավետության բարձրացմանը, համապատասխան արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները։ Ծրագրի մեջ որոշակի փոփոխություն է տեղ ունեցել 24 թվականի համեմատությամբ, 25 թվականին հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների սուբսիդավորման մեջ ավելացել է նաև աշնանացան ցորենի սուբսիդավորումը, ցանկերի սուբսիդավորումը, իսկ կերային մշակաբույսերի մեջ առույթի և կորինգանի ցանքատարածությունների մեջ ավելացել է նաև կերի ճակնդեղի ցանքատարածությունների սուբսիդավորումը, որը 1 հեկտար հաշվով թե աշնանացան ցորենի և թե կերի ճակնդեղի հաշվով կազմում է 80,000 դրամ։ Ու մի բան էլ կարևոր ասեմ, որ ցանքերը կատարվել են բացառապես հավաստագրված և լաբորատոր փորձաքննություն անցած սերմերով։ Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։ Ծրագրով նախատեսվում է 2025 թվականին փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ հաճար, հատիկաանդեղեն, ոլոր, լոբի, ոսպ, սիսեռ և կերային մշակաբույսերի առվույթ, կորնգան, կերի ճակնդեղ մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով. աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով 80,000 դրամ, գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով 70,000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով 85,000 դրամ, հատիկաանդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով 100,000 դրամ, կերային մշակաբույսերի առվույտի կորնգանի 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով 110,000 դրամ, իսկ կերի ճակնդեղի համար 80,000 դրամ։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։